Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն Կյանքը նրանով էր եւ այդ կյանքը լույս էր մարդկանց համար Լույսը լուսավորում էր եւ խավարը չկարողացավ նրան նվաճել Այսօր մեր եկեղեցում սիրելիներ կրկնազատիկ է կամ նոր կիրակի Նոր է կոչվում որովհետեւ Հիսուսի հարությամբ ամեն ինչ նորոգվեց ու փոխվեց Հնացած մարդկությունը նորից վերականգնվեց Ինչպես որ աշունը մեր բնությունը մահանում է քնում է եւ գարնան արթնանում է Մարդու բնությունն էլ այդպես է, մեղքի պատճառով հնանում է Եվ կարիք ունի ամեն անգամ նորոգվելու, թարմանալու Եվ Քրիստոսի հարությամբ է, որ մարդը նոր կյանք է ստանում, նոր կյանքի հնարավորություն Եվ դրա համար Հովհաննես ավետարան չես խոսքերը, որ կյանքը նրանով էր Եվ այդ կյանքը լույս էր մարդկանց համար Այս նոր կյանքի սկզնավորումն է սկսվում Քրիստոսի հարությամբ Մեր մարմինը սիրելիներ Մեղքի կրքերի ցանկությունների ենթակա մարմին է Սա մի տեսակ ինքը կաղապարի նման է, որի մեջից Աստված ուզում է, որ մեր հոգին դուրս գա Ինչպես որ ձուն դնում ես իր մայր թուխսի տակ եւ 20 օր, 18 օր, 30 օր նա այդ ինչ թրջուն է Եվ կամած մենք չենք տեսնում ինչ է այդ կաղապարի մեջ կատարվում, մեկ էլ հանկարծ բացվում է եւ այնտեղից կյանքը, նոր կյանք է դուրս գալիս Այնպես էլ մարդու այս էությունն է, այս բնությունն է, հողեղեն էությունը մեր պիտի հնանա Դրա համար Պողոս Արաքյալն ասում է ձեր վրայից հանեք այս հին մարդուն իր մեղքերով եւ հագեք Քրիստոսին, այդ զրահը նորովի հագեք, որպեսզի ապրեք Քրիստոսի հարության խորհուրդը, չարչարանքը մեզ համար անպատիվ, անարգանք այդ վիճակին հասնելը մեկ նպատակ է Այս ներքին մարդուն հզորացնել, ներքին մարդու կյանքը հավիտենականի համար պատրաստել Մեր նյութեղեն մարմնավոր կյանքը ժամանակավոր է Մենք չգիտենք ինչքան կապրենք այս աշխարհի մեջ Բայց այս էությունը կոչված է մահանալու Որովհետև Աստծո հրամանն էր հող էինք եւ հող պիտի դառնանք Եվ որևէ մեկը մինչև այսօր այդ հրամանից չի խուսափել Բայց Աստված ուզում է որ Սրանից այն կողմ էր մեջ եղած, թաքնված, անտեսանելի հոգին, որի մասին մենք ամենավերջում ենք մտահոգվում եւ անհանգստանում, այդ հոգին ապրի, որովհետեւ Սողոմոն իմաստուն ասում է կա ժամանակը ապրելու, կա ժամանակը մեռնելու, մարմինը պիտի մեռնի, վերադառնա հողին, իսկ հոգին պիտի վերադառնա Աստծո մոտ։ Ուրեմն մեր հոգին մենք պատրաստում ենք Աստծո մոտ ուղարկելու։ Դրա համար այս հարությունից հետո այս կիրակին կոչվում է նոր կիրակի որպեսզի մենք այդ կյանքով լցվենք եւ կյանքը Քրիստոսին թույլ տանք գալու եւ մեր մեջ բնակվելու։ Երկրորդ այս կիրակին կոչվում է նաեւ կրկնազատիկ 3 պատճառով՝ մեր ազատության, մեր հարության եւ մեր փրկության համար։ Ինչ ասել է ազատություն, սիրելիներ։ Զատիկ բառը ինքը հենց այդ ազատության խորհրդանիշն է, որ Աստված մեզ զատեց մեղքից, հեթանոս աշխարհից, մեր կրքերից ու ցանկություններից, որպեսզի մենք ազատության մեջ ապրենք։ Թեև մենք ազատագրված ենք Հիսուսի հարությամբ, բայց ամբողջությամբ դեռ ազատագրված չենք մեղքերից, որովհետև երկրորդ կատարյալ ազատությունը պիտի լինի, երբ որ Հիսուս երկրորդ անգամ գա, հարություն ան մեր մարմինն ու հոգին նորից միանան իրար եւ այդ մարմնով հարության առանց կրքերի, առանց ցանկությունների, մեղքին ենթակա մարմնով հավիտենական կյանքը ժառանգենք։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում ենք ազատ ապրել, սիրելիներ։ Անկամ երբ որ մեր ծնողները մեզ ինչ-որ բան ասում են, մենք ամեն դեպքում ուզում ենք մեր ուզած անել, որովհետև մենք կարծում ենք, թե իրենք մեր ազատությունն են սահմանափակում։ Աշխատավայրում երբ որ մեզ ստիպում ինչ-որ մի բան անել, մենք ըմբոստանում ենք, որովհետև գիտենք, որ դա մեր սկզբունքներին, մեր իմացած ճշմարտության, արդարության հանդեպ ոտնահարում է, փորձում ենք այդ ազատությունը վերականգնել։ Եվ առավել կարևոր է մարդու հոգևոր ազատությունը։ Երբ որ դու հոգևոր ազատություն ես ձեռք բերում, այլևս այս աշխարհի մեջ քեզ ոչինչ չի վախեցնում։ Դու այս աշխարհի մեջ այլևս ոչ մի բանից չես նահանջում, չես երկչտում,
որովհետև գիտես ում համար եւ ինչի համար է տրված այդ ազատությունը քեզ։ Իսկ այդ ազատությունը տրված է քեզ նորից քո հավիտենական կյանքը նորոգելու, վերականգնելու, մեղքի մեռելությունից հառնելու եւ ազատորեն երկնքի անսահմանության մեջ ճախրելու համար։ Երկրորդը մեր փրկության համար է, սիրելիներ։ Տերը մեզ ամեն անգամ հրավեր է ուղարկում փրկության։ Մարդիկ հավատացյալները երկու մասի են բաժանվում։ Մի մասը նման են այն մյուս առաքյալներին, ովքեր լսեցին ու հավատացին, որ Քրիստոս հարություն առել, մյուս մասը նմանվում է Թովմաս առաքյալին, ով ասաց մինչև ձեռքերս չմտցնեմ Հիսուսի խոցված տեղի մեջ, չշոշափեմ նրա ձեռքերի վերքերը, չեմ հավատա, որ նա հարություն առել։ Այս փրկությունը նրանց համար է, ովքեր որ երբ որ տեսնեն Տիրոջ երկրորդ գալուստը, պիտի ստիպված լինեն հավատալու։ Բայց քանի մարդը ազատորեն այդ փրկությանը հավատում ու վստահում է, Տերը միշտ իրեն այցելում է։ Եվ այս կրկնազատիկը հենց այս մարդկանց համար է, ովքեր դեռևս կասկած ունեն, ովքեր դեռևս իրենց մեջ երկմտում են, արդյոք հարություն կա, արդյոք Քրիստոս հարություն առել, կամ այդ հարություն ինչ պիտի դա մեզ վերականգնելու համար է։ Հիսուս ասում է՝ դու տեսար եւ հավատացիր, բայց եղանի նրանց, ովքեր չեն տեսնի, բայց կհավատան։ Մենք այդ հարության վկաներն ենք, որ տեսել ենք, զգացել ենք, ապրել ենք եւ շարունակում ենք ապրել այդ հարության։ Եվ վերջապես երրորդ մեր հարության համար է, սիրելիներ։ Մեր կյանքը վատնելու, մսխելու համար չէ տրված մեզ։ Մեր կյանքը տված է, որպեսզի մենք հարության միջոցով հավիտենական կյանքը ժառանգենք։ Երբ Հիսուս եկավ, խոսեց հարությունից, շատ շատերը չհասկացան եւ չունեն ուզում հասկանալ, որովհետեւ իրենց համար տեսանելի կամ զգալի չէր, ինչպես կարող է մարդը դրվել հողի մեջ եւ հարություն առնել։ Երբ որ հիշենք Ղազարոսի պահը, երբ Հիսուս ասում է ցույց տվեք գերեզմանը, նրա քույրն ասում է՝ Տեր, արդեն 4 օրվա մեռել է, գուցե նեխած լինի։ Եվ ասում է՝ միայն հավատա եւ քո եղբայրը կապրի։ Եվ երբ որ բացում են գերեզմանը, Հիսուս ձայնում է, Ղազարոսը դուրս է գալիս հարության վիճակով։ Այնպես էլ միայն եթե հավատանք, սիրելիներ, մենք կապրենք։ Հիսուս ինչ պատգամ է տալիս մեզ, ասելով, որ որտեղ որ ես եմ, այնտեղ էլ ինձ հավատացողները պիտի լինեն։ Շատ դժվար է անհավատ, կասկածամիտ մարդու համար հասկանալ, մեռնել, բայց շարունակել ապրել, մեռնել, բայց ողջ լինել։ Ինչպես մարդը պիտի այդպես լինի։ Ամենապարզ բանը սերմի հատիկը, սիրելիներ, տարիներով ինչքան էր որ պահես իրեն, մի փոքր ջրի կամ հողի մեջ իրեն գցելուց հետո իր մեջի կյանքը մի անգամից բացվում է։ Այնպես էլ հոգու կյանքը, հոգին երբեք չի մահանում, հոգին դժվար է սպանել, անհնարին բան է հոգին, որովհետև հոգին պատկանում է Աստծուն, ուրեմն հավիտենական է այդ հոգին։ Եվ այդ հոգին ինչքան էր որ մենք փորձենք մեղքով թաղել, անտարբերությամբ թաղել, անհավատությամբ թաղել, մեկ է, պիտի այդ հոգին նորից հառնի, բայց ինչի համար, ապրելու թե մեռնելու։ Երբ Հիսուս օրինակը բերում է, ասում է կգա ժամանակ, որ բոլոր գերեզմանները կբացվեն, բոլոր մարդիկ դուրս կգան գերեզմաններից, բայց նրանք, ովքեր բարիք են գործել, կապրեն, իսկ ովքեր չարիք են գործել, կմեռնեն։ Մենք այս մահից ենք վախենում, որ երբ որ մեր հոգին ու մարմինը հարությունից հետո գան, միավորվեն ու հանկարծ Տերն ասի, որ ես ձեզ չեմ ճանաչում, դուրս եկեք իմ ուրախությունից, մենք այդ ժամանակ պիտի հասկանանք, թե ինչ ասել է մահ։ Եվ այս հարության խորհրդի մեջ է, որ մենք վստահ ենք, որ Հիսուս ասում է գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Ուրեմն մեզ համար են, որ մարդիկ կարող են մեռնել, ննջել եւ մենք կարող ենք նաեւ մոռանալ այդ մարդկանց։ Բայց Տիրոջ համար չկան մեռելներ, այլ կան հավիտենական ողջեր, ոմանք երկրի վրա են շարունակում դեռևս, ոմանք արդեն հավիտենության ծիրից ներս մտած Տիրոջ ներկայության մեջ են ապրում։ Եվ տեսեք այս 3 պատգամները՝ ազատության, փրկության, հարության եւ նոր կյանքի, ինչու է Հիսուսի միջոցով կյանքը եւ այդ կյանքը լույս է մարդկանց համար։ Մենք երբ որ մութ ընկնում է, սիրելիներ, ճրակ ենք վառում, որպեսզի լուսավորվի մեր կյանքը։ Բայց երբ որ մենք Տիրոջ իմանալի լույսով ենք լուսավորվում, խավարը երբեք մեզ չի կարող նվաճելու։ Գիշերը Աստված ստեղծել է քնելու համար, մարդու տկարացած բնությունը հանգստացնելու համար։
Մենք ցավոք սրտի այսօր գիշերն օգտագործում ենք նորից աշխատելու, նորից տկնելու, մեղքեր գործելու, զվարճանքների համար այդ գիշերը։ Եվ դրա համար երբ որ լույսը բացվում է, մենք այդ ժամանակ վախենում ենք, որ հանկարծ մարդիկ մեր մեղավոր կյանքը չտեսնեն, եւ մենք թաքնվում ենք լույսից։ Բայց երբ որ դու այդ ճշմարիտ լույս ունես քո մեջ, եւ այդ լույսը քեզ համար կյանք է, քեզ լուսավորում է, եւ խավարը երբեք չի կարող քեզ նվաճել։ Սարսափելի բան է հոգեվոր տկարությունը, որ գիտես, որ լույսին ես կոչված, բայց դու ապրում ես խավարի համար։ Երբ ավետարանի այդ շարունակությունը կարդաք, այնտեղ գեղեցիկ նկարագրություն ասում է, ինչու մարդիկ լույսը չսիրեցին, որովհետև իրենց գործերը չար էր։ Ուրեմն ովքեր են լույսը ատում, ովքեր խավարի մեջ չարիք են գործում, մարդ են սպանում, գողություն են անում, շնություն են անում, խաբեություն են գործում, նրանք են լույսը ատում։ Բայց նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, ոչ միայն լույսը սիրում են, այլև գնում են այդ լույսի հետևից, որովհետև լույսը իրենց պիտի լուսավորի։ Երբ մութը ընկնում է, մենք էլ ասում ենք, միթե սա է մեր կյանքը, չէ՞։ Մենք աշխատում ենք, գործում ենք, որ մութը ընկավ, ամեն ինչ լռեց, կատարյալ լռություն տիրեց, լույսերը հանգան ու խավարի մեջ դու երբեմն մնում ես միայնակ։ Բայց այդ միայնության մեջ, երբ որ դու ունենաս ճշմարիտ լույսը եւ իմանաս, որ այդ կյանքը քեզ տրված այդ լույսը վառ պահելու համար, դու երբեք գիշերից չես վախենա։ Մեղքը վախենալու չէ, սիրելիներ, մեղքի մեջ մնալն է վախենալու։ Մեղքը վախենալու չէ այնքան ժամանակ, քան այդ մեղքը քո վրա իշխանություն ունի։ Մեղքը ամեն օր մեր շուրջը պտտվում է։ Սատանան մեզ երբեք հանգիստ չի թողում։ Ինքը ամեն օր գալիս է, որպեսզի այդ լույսը մեզանից գողանա։ Բայց երբ որ դու լույս ունենաս, ուրեմն քո ներսում կյանք կա։ Մենք շատ հաճ ենք ասում, չէ՞, մարդը կյանքով լեցուն մարդ է։ Ինչու, որովհետև սիրում է ապրելը, ուրախանալը, ժպտալը, մարդկանց ուրախություն պատճառելը, մարդկանց ցավակից լինելը։ Մենք տեսնում ենք այդ կյանքը մարդու մեջ եւ զարմանում ենք, թե այդ մարդը ինչու չի հոգնում, որովհետև ինքը ճշմարիտ լույսից է վերցնում իր կյանքի ուրախությունը։ Երբ որ դու աշխարհից ես վերցնում, դու երբեք էլ չես կարող այդ ուրախությունը միշտ պահել, դու շատ շուտ հոգնում ես։ Ինչպես որ տարբեր աղբյուրներից մենք ջուր ենք խմում, մինչև լավագույն ընտրում ենք մեր ծառավը հագեցնելու, այնպես էլ լույսի ընթացքն է, սիրելիներ։ Որ պահին, որ դու իրական լույսը ճանաչեցիր եւ լուսավորվեցիր, քո կյանքն էլ պիտի լցվի այդ լույսով։ Միայն մնում է, թե մենք այդ հարության ավետիսով կարողանանք նորոգվել։ Այն ինչը, որ մեզ համար անտեսանելի է, մեզ համար հասկանալի չէ, Աստված տալիս է մարդուն այդ ամենը Քրիստոսով հասկանալու։ Կյանքը նրանով էր։ Ինչու մինչև Հիսուս չէինք ասում, որ կյանքը այս մեկով էր, կյանքը սրանով էր, որովհետև բոլոր մարդիկ այս աշխարհի մեջ ժամանակավոր են, սահմանափակ է իրենց կյանքը։ Դավիթ մարգարեն իր աղոթքի մեջ ասում է. Տեր, ինչքան է մնացել ինձ ապրելու, որպեսզի հասկանամ, թե ինչքան կորուստ եմ ունեցել, այսինքն ինչքան եմ կորցրել իմ կյանքից, ինչքան է մնացել ինձ լույսը փնտրելու եւ այդ լույսի մեջ ապրելու համար։ Մեր ամեն օրը կորուստ է, սիրելին։ Մենք մեր ապրած ամեն օրը, որ ուրախանում ենք, որ այսօր ապրեցինք, մեկ օրով մեծացանք, հակառակը, մենք մեկ օրով մահվանը մոտեցանք։ Մենք մեկ օրով ավելի հասուն դարանք հասկանալու, որ այս աշխարհի մեջ մենք ժամանակավոր այս ընթացքի մեջ ինչի համար կռվել ենք, ինչի համար պայքարել ենք, ինչի համար բարկացել ենք, զուր է այս ամենը, որովհետև մի ամբողջ կյանք նորից հետ կտաս այդ ամենը շտկելու համար, որպեսզի ճշմարիտ ճանապարհով հասներ այդ ամեն ինչին։ Ցավոք սրտի, բայց մարդիկ այս ամենը իմանալով, գիտակցելով, հասկանալով շարունակում են նույն ընթացքի մեջ լինել, հավատացյալ կամ անհավատ։ Բոլոր այս մեղքին ենթակա են, որովհետև ինչքան որ մեր հոգին ձգտում է հավիտենությանը, մեր միտքը մեզ պահում է ժամանակի մեջ, այս աշխարհի մեջ։ Մենք այս աշխարհում ենք ուզում տուն կառուցել, մեքենա գնել, ամուսնանալ, զավակ ունենալ, հաշվի համարի վրա շատ փող ունել, ամեն մեր մտածումը այս աշխարհի մեջ է։ Բայց երբ որ հոգնում ենք այս ամենից, տեսնում ենք, որ այս ամեն ունենալուց հետո դու երջանկություն չունես, ներքին խաղաղություն չունես, ներսդ քեզ տանջում է, նոր ես անդրադառնում, որ բայց մենք սրա համար չենք կոչված այս աշխարհի մեջ ապրելու։ Սրանք բոլորը միջոցներ են, սրանք բոլորը անհրաժեշտություն է այս կյանքի մեջ ապրելու, բայց սա մեր նպատակը չէ, եւ ոչ էլ սա մեր վերջնահանգրվանն է, որտեղ մենք պիտի հայտնվենք, այլ այս ամենը պետք է պատրաստվելու հավիտենական կյանքին։ Կրկնած զատիկը կամ նոր կիրակին մեզ համար նորովի դառնալու։ Այսօր Տիրոջ հարության 8-րդ օրն է, սիրելիներ։
Գիտեք, Հիսուս երկու շաբթի օրը հարություն առավ, բայց կիրակին դարձավ մեզ համար սուրբ, որովհետև այն կոչվեց Տիրոջ օր։ Երբ որ դու Տիրոջ օրով լցվում ես, այդ կյանքի լույսը վերցնում ես, այդ կյանքով ապրում ես, Տերը քեզ պիտի առաջնորդի իր հավիտենական կայանների մեջ ապրելու համար։ Եվ այսօրվա ավետարանի մեջ էր մի օրինակ կար, ասում է, եկավ ապրեց յուրայինների մեջ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Եկավ մեր մեջ, մենք մերժեցինք։ Ինչու, որովհետև մենք սովոր ենք օրենքներով ապրել, բայց Քրիստոս մեզ շնորհ է արել, մեծ պարգև է տվել իրենով ապրելու համար։ Մարդկային բոլոր օրենքները մեզ զսպելու համար են, բայց երբ որ դու Քրիստոսին ունես, դու այդ օրենքներով չես հետարկում։ Ինձ օրինակ, երբեք չի հետարկել մեր քրեական օրենսգրքի մեջ ինչ է գրված սպանության կամ գողության համար, կաշառքի համար, չի հետարկել, սիրելիներ։ Դուք էլ շատ օրենքներով չեք հետարկում, որովհետև դա ձեզ պետք չի, բայց այնտեղ որտեղ որ մենք մեղք ենք գործում, միանգամից օրենքն ենք նայում, թե ինչպես այդ օրենքով պիտի արդարանանք կամ խուսափենք դատապարտությունից։ Բայց երբ որ դու շնորհն ես վերցնում քեզ վրա, ոչ դատապարտությունից ես վախենում, ոչ էլ մեղք գործելու ցանկություն ես, որովհետև Հիսուս Քրիստոս գալիս ու բնակվում է քո մեջ։ Եվ դու դառնում ես հարության մարդ, եւ հարության մարդը պիտի ապրի այդ հարությունով։ Եթե հարությունը հանենք մեր կյանքից, մենք դատարկ անոթներ կդառնանք։ Եթե հարությունը հանենք մեր կյանքից, մենք ոչ մի արժեք չենք ունենա այս կյանքում, կնմանվենք անբան անասունների, որ մտածում են ուտելու եւ կերակրվելու մասին, ուրիշ ոչ մի բանի մասին։ Երբ որ դու հարություն ունես քո կյանքի մեջ, տեսնում ես, որ այս ամենը միջոց է այդ հարությանը հասնելու եւ այդ հարությամբ ուրիշներին լուսավորելու համար։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի սիրելիներ, որպեսզի ամեն անգամ, ամեն առավոտը, որ մեզ համար նոր կյանքի սկիզբ է, այդ ամեն առավոտը կամ այդ ամբողջ օրը օգտագործեք այդ հոգու լույսը տեսնելու համար։ Հոգու վրայից մաքրեք այն փոշին, որ մեղքի պատճառով ծածկում են լույսը, որով մեր հոգին խաղաղություն է գտնում։ Երբ որ Հիսուս երևաց իր աշակերտներին, առաջին բառը սա էր՝ խաղաղություն ձեզ։ Եվ այդ խաղաղությունից է ներկախված այդ հոգու լուսավոր եւ կենթանի հավիտենական կյանքը։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Հայր Աստծո սերը, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհները եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքի հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։